Սոնա։ Երեխեք, է Սոնան ինչի է քնած, կարող է սաղ գիշեր բազարների մեջ ա եղել։ Արի զարթնացնենք իմանանք։ Սոնա։ Երեխեք, եկեք սառը ջուր լցնենք վրեն, հաստատ կզարթնի։ Վայ, Տոմա գժվել ես, բա միկրոֆոնը։ Բա ինչ անենք։ Սոն պրասնի Սոն։ Ay, լավ էլի մամ, 5 րոպե եկա առաջի ժամը ֆիզկուլտա։ Սոն զարթնի, Մաշան արդեն քեզանից բրդու չա սարքում։ Բրդու չեմ սարքում, այ կանաչի, ծածկում եմ, որ չմրսի։ Երեխեք, ասում եմ քանի քնած ա, եկեք ճիկուտը բռնենք հարցեր տանք։ Համեք իմանանք էդ ճիշտ ա թե չէ։ Դավայ։ Սկսում եմ։ Սոնա, ես քեզ ինչքան փող եմ պարտք։ 12400։ Երեխեք ճիշտ ասում։ Հələ սպաս մի հատ էլ ես։ Սոն, մեզանից ով է ամենագեշը։ Դու։ Դու քեզ քնից նոր զարթնած տեսել ես։ Հայդե լավ էլի, Տոմա, ինչ հիմար հարցեր ես տալիս։ Սպասի։ Սոնա, մի կիլո բամբակն է ծանր, թե մի կիլո երկար։ Սպաս մի հատ հարց ես տամ։ Սոնա, ինչ ես քնած ես ժամին։ Երեխեք, երկրորդ գործ եմ գտել, սաղ գիշեր աշխատել եմ, չեմ քնել։ Ինչ գործ, որտեղ ես աշխատում։ Այ, փռում։ Բայց ինչի փռում։ Որ տղերքին խմոր ուղարկեմ։ Վայ ձեոչկի, ես էլ եմ ուզում երկրորդ գործ ճարեմ։ Մեռեմ, թե ուզում ա երկրորդ գործ ճարի։ Փռի անունը լսելա, ոտերը թուլացելա։ Հեսա քո ոտերն է կթուլանա։ Ինչից, փռի անունը լսելուց։ Չէ, հարված ուտելուց։ Սոնա, իս ձեր այդ փռում, ինչեր եք հիմնականում պատրաստում։ Դե հաց, լավաշ, բուլկի, պերաշկի, տենց էլի։ Մաշա, ֆանտազիատ կշտացավ։ Կշտացավ, հա։ Բայց ուզում եմ մի հատ քեզանից քյուֆ տասարկեմ, որ սիրտս հովանա։ Սոն, բայց ինչի որոշեցիր փուր մտնես, է։ Սարջան, դե տնեցիք չեն հասցնում, ես էլ ստիպված որոշեցի փռում աշխատեմ։ Սոնա, դե գումարապետ մեքենա ծախի։ Մեքենաս ծախեմ, բա տաքսի ոնց քշեմ։ Տաքսի երբ ես հասցնում քշես։ Մաշ դե որ գնում եմ փուր գործի, ձեռի հետ մեկին իջացնում եմ էլի։ Բայց ձեր փռում քեզ չեն ճանաչում։ Չէ, զար։ Սենց մի բուր ալուր եմ լցնում դեմքիս, համ երևում է, որ շատ եմ աշխատել, համ էլ չի երևում, որ ես եմ։ Բա պապատ չի ջղայնանում, որ ուշ ես գալիս տուն։ Պապաս ջղայնանում է, որ խմորը լավ չեմ հունձում։ Դե պապան մեր սմենի պետն է։ Սոն լսի, իսկ է ճիշտ է, որ փռում ինչ կուզես կուտես։ Հա, ճիշտ է, մաշ ջան։ Դե ճիշտ են ասում էլի, ով աշխատի նա կուտի։ Չէ։ Մեր տնօրենը այնքան խիստ է, որ մեր դեպքում ով չաշխատի նա կուտի բեյնին։ Զարմանում եմ էլի քո վրա, Սոնա։ Դերասանի մասնագիտություն ունեցող աղջիկ ես։ Ինչի չես ուզում գնաս մատուցող աշխատես։ Զարա, յուրաքանչյուր դերասան իր կերպարը կերտելուց առաջ ուսումնասիրում է տվյալ կերպարի մասնագիտությունը։ Օրինակ Դենիրոն տաքսիստ խաղալուց առաջ տաքսի է քշել, հա։ Սոն, իսկ դու որ կերպարի համար ես փռում աշխատում։ Փռի տնօրենի։ Մանրից մտնում եմ դերի մեջ էլի։ Բարև ձեզ։ Ցածր IQ-ի ներկայացուցիչներ։ Էլի եկավ Գինեսի գրքի մշտական հաճախորդը։ Իր երկարակեցության գաղտնիքով։ Εσύ կարող ես մի քիչ հեռու սողաս հասկանամ ինչ են խոսում։ Լուիզ ջան, Սոնան երկրորդ աշխատանքն ա ճարել, փռում է աշխատում։ Վայ, Սոնա ջան, շնորհավորում եմ։ Վերջապես գտար քո մասնագիտությունը։ Խորհուրդ կտամ դուք էլ օրինակ վերցնեք Սոնայից ու դուք էլ այս կյանքում գտնեք ձեր իրական մասնագիտությունը։ Լուիզ ջան, իսկ դու չես ուզում գտնես կյանքում քո իրական մասնագիտությունը, որովհետև այս կյանքում չկա, ավելի լավ է փնտրես մյուս կյանքում։ Վախենում եմ ճիշտ ես ասում։ Այն կյանքում միակ տեղն է, որտեղ կարող եմ ձեզ չտեսնեմ։ Բա ես էլ եմ այդ ասում էլի, չես ուզում ես չտեսնես, Լուիզա։ Մի քիչ ճոխ չլինի քեզ համար։
Այս սումկայի մատերիալ։ Այսինքն պտերոզավրի կաշի։ Չէ, պտերոզավրի կաշի։ Ես շատ գիտեմ, ձեր ժամանակ ինչից էին սումկա կարում։ Հանգիստ տեղի մեր ժամանակ էլ էին օծի կաշվից կարում։ Լավ, Լուիս, դու չես մտածել երկրորդ մասնագիտության մասին։ Տոմ ջան, մտածել եմ։ Ուզում էի բժշկությամբ զբաղվեի, որ հիվանդանոցում աշխատեի։ Հիվանդանոցում թե մորգում։ Բայց ինչի մորգում։ Որ գոնե տենց մոտիկից մահվան շունչ զգաս։ Զարա ինչ ես ընկել հետևիցս։ Բա դու ինչ ես ընկել ժամանակի հետևից։ Բարև ձեզ աղջիկներ։ Բարև։ Սոնա ջան, ես ինչ է աչքերիդ վիճակը։ Կարջան երկրորդ աշխատանք եմ գտել, սաղ գիշեր չեմ քնել։ Հիմա դրան տենց են ասում։ Չէ, իսկականից Սոնան հիմա փռում էլ է աշխատում։ Լուրջ։ Ճիշտ է Սոնա։ Կարջան, ինչ մեղքս թաքցնեմ, ճիշտ է։ Իսկ կարող է ձեր մոտ աշխատատեղեր լինեն Սոն ջան։ Չարեց։ Դու է։ Չէ, ես իմ համար չեմ ասում, ձեր համար եմ ասում։ Այսինքն Եթե հիմա չգնաք պատրաստելու, բոլորդ միասին փուրն եք գնալու։ Բայց որ գնացեք պատրաստվելու։ Կար ջան։ Համար ջան։ Կարող է ես ու դու գնանք գիշերային սմեն երկուսով փռում աշխատենք։ Մենակ պատկերացրա գիշեր, մթություն ու մենք երկուսով, ես եւ դու։ Չէ, Մարջան, ես 6-ից հետո տենց բաներ չեմ անում, կչաղանամ։ Բարի երեկո, բարի գալուստ ամենա ուրախ, ամենա երջանիկ, ամենա զվարճալի ակում, ձեզ հետ ինչպես միշտ Լուիզա Ներսիսյանն են Եվ միստր Բինը։ Իսկ այժմ դիմավոր ենք նրանց, ում բոլորը ցանկանում են ճանապարհել, անգամ իրենց հարազատները։ 11 վայրկյան առաջ, գնացինք։ Բարի երեկո, բարի գալուս Women's Club։ Ո՞նցեք։ Մենք ներկայացնում ենք 11 վայրկյան էջը, ովքեր չգիտեն, ով գիտի լավ 11 վայրկյան էջը։ Ապրեք, դուք էլի Տոմսուն եք, մյուսին գիտեք։ Պրոստը տենց։ Ով գիտի 15-ից 11 վայրկյանը ներկայացնենք։ 11 վայրկյանը մի հատ իրավիճակ է, որից ցույց ենք տալիս մի հատ իրավիճակ, հետո ցույց ենք տալիս թե ինչ է տեղի ունեցել այդ 11 վայրկյանը առաջ։ Ոնց որ այդ իրավիճակից։ Առաջին 11 վայրկյանը իսկական հայկական իրավիճակ։ Ապար։ Զեյթուն։ Հիշում եմ Okay, ախպեր, հա։ Այս իրավիճակից 11 վայրկյան առաջ։
Հա, Բագրատաշենցին էլ տենց առանց ասում ամուսնացի։ Արամ ջան, Привет, Կարլ ջան, ո՞նց ես։ Ինգերս է ծանոթացի ախպերս, Արամ, Վարդանը ախպեր ինգերս է։ Վարդան, Երեք տնից են զանգ, վեսա խոսում։ Ալո, հացավը տանը։ Շնորհակալություն Boeing օրկեստրա, ես չեմ զլանա ու ամբողջ կյանքս կասեմ, որ նրանք տաղանդավոր տղաներ են ու մեր տրամադրությունը միշտ բարձր են։ Պարոն, շնորհակալություն ձեզ տղերք ջան, այդտենց միշտ հարսանիքից այսօր ասում եմ։ Լավ։ Հաջորդ 11 վարկանը ուղղակի իրավիճակ։ Ուղղակի իրավիճակ։ Դավայ։ Խի դու որդի ես որ ախպեր։ 90 ապե, բա դու։ Ես էլ եմ 90 ընկեր։ Որ ամսված ծնունդ ես ապե։ Սեպտեմբեր։ Սեպտեմբեր։ Հա։ Ես էլ ապե։ Որ ախպեր։ 28 ապե։ Ախպեր ես էլ եմ 28։ Ոնց ապե։ Տենց ախպեր ժամ քանիսին ես ծնվել որ։ Վերջին տվյալները 23-30։ Հա, չէ, ես ցերեկն եմ ծնվել ախպեր։ Լավ ախպեր։ Լավ ախպեր, դու ճիշտ էիր։ Հա, ցավը տանը։ Մերսի։ Խնդրեմ։ Արի։ Մերսի։ Խնդրեմ։ Արի։ 11 վարկյան առաջ։ Ոյ, արա ծարավ ենք մի հատ ջուր խմել։ Արա հայսը ծառամներ։ Խմի ախպեր, խմի։ Խմի ցավը տանեմ դու փոքր ես։ Որտի ես որ։ Սափարությունները թող շարունակեն, որտեղ մեր բեմում են գեղեցկուհիները Տոմա Պետրոսյան եւ Զարա Սահակյան, բարձր սափարեք նրանց, այսքան երեխեք քսվել են, որ սափարեք։ Հաջորդ 11 վարկյանը կանացի զրույցներ, այսպես կկոչեի ես։ Ոյ, ես ինչ փափուկ ա, շատ լավ։ Էս որտեղ ես էպիլացիա։ Մեր տան տակս են։ Լսի, այն որ մեղրը լցում են, տենց են անում, հա։ Չէ։ Մեղրը լցում են լավաշի վրա, հա, կպցնում են։ Չէ, դե հիմա ով է տենց անում, անոր թազա բաներ կա է։ Բայց վաղ ասում են բանը, շուգռինգ է, շուգռը բանը, շաքարով են, չէ՞։ Չէ, հիմա բանա, Ալեքսանդրիա։ Այդ վաղ չի վառում, որ լսնում են։ Չէ, բացարձակապես Լսին ես փափուկ օլա, ոնց որ կյորլենգի դաշտը։ Մերսի շատ։ Ես չեմ կարող պրոստը, նայ, մտածում եմ, ասենք, որ այսքանդ արել ես sense փափուկա, այս վերև անելուց չցաված։ Չէ, вообще անցավ ինքը։ Ընդհանրապես, Հիմա ոչինչ չի ցավում, չէ, բաց։ Անտիրա, գիտես։ Հա, փորձեք։ Այս իրավիճակից 11 վարկյան առաջ։ Հələ տես գնա ոտե տարեյան էլի վայ։ Լսի, ես ինչ փափուկ ա ոտերը։ Ետրով ես։ Շնորհակալություն։ Հաջորդ 11 վարկյանը վեճ։ Բայց ինչ ես անում, արա 16 տարեկան երեխա է արա։ Ախպեր, բա ասա որ 16 տարեկան է։ Արա ցնդել ես դու լրիվ ես ցնդի արա, ինչ ես անում արա։ Ախպեր, դու ասել երեխա, ես ինչի մեմ որ 16 տարեկան է։ Դու խփնված ես արա։ Խփնված դու ես ախպեր, արա։ Արա ես քեզ բան եմ ասում, դու ինչ ես անում արա։ Ախպեր, ես պետք է չգա էլի, ես Դու պետք է չգա։ ապուշ ես արա։ Այ, Արա ամոթ քեզ արա։ ամոթ քեզ Արա արա, ամոթ ինձ քեզ ամոթակ չտաս է, Արա դու լակո։ գնային արա դու լրիվ դուպո ես արա։ Արա մեծացի ուղղակի թափել ես։ Լավ էլի սամո, չեմ սիրի որ դու ես վիրավորվում։ Որ Լավ էլի սամո, սամո ավելի։ Դու սարի։ Դու սարի։ Ես ձեր Ես իրա։ դու կասեմ, ես կան մարդ է նայում, թե չեք։ Գնարա։ Վիրավորում եք, չաղ մարդ եք։ 11 վարկյան առաջ։ Արա մեռեմ քեզ, եկել ես քել մի հատ հելնենք տուն ախպեր։ Երեխուս էլ կտնաս նոր կեթաս, էլի ցավը տան։ Արա դե լավ արա։ Արա քել էլի ախպոր պես քել։ Ես արա։ Վայ։ Արա քեսան մորա տասը։
Հաջորդ 11 վարկյանը ընտանեկան տուր ու դմփոց։ Դու անտեսում ես ինձ։ Իմ ասածներին ուշադրություն չես դարձնում։ Ընդհանրապես քեզ ոչ մի բան չի հետաքրքրում։ Բաբոց տես լինի, հա։ Ես քեզ մի բան ասում եմ, ստեից մտնում ես, ստեից է թելնում է։ Էգոիստի մեկն ես։ Էգոիստ, դու մենակ քո կաշվի մասին ես մտածում։ Բաբոց ես ավեմ։ Եղել է մի օր ինձ որ բան ասես ինձ, ես էդի չանեմ, բայց վիճեցիրի ես մի օր քեզ մի բան խնդրեմ, ասեմ դու չանես։ Այդ որը տեղա գրած, որը պետք է տենց լինի։ Բարթացնում ես ամեն։ Ընդհանրապես չեմ բարթացնում։ Դու մենակ քո մասին ես մտածում, քո կաշվի, բարակ կաշվի մասին ես մտածում։ Ինչ ես ուզում իմ Լրիվ հորդ ես քաշե, հորդ։ Ժամանակին կաշից լավ էլ սիրում էր իմ այն Էլ մի ցելեր կդրի։ Արդեն ստես հասցրել։ Իե։ 11 վարկյան առաջ։ Կյանք։ Ջան, կյանքս ամաններն եմ լվանում, հեղուկը վերջացել էր, որ քեզ ասեցի ամանի հեղուկը բերեցիր։ Ոյ, մոռացել եմ սիրտ։ Լսի դու չափրե դրի Եվ մեր վերջին 11 վարկյանը, ուղղակի 11 վարկյան, արիլ է պոնչիկ ջան, արի արշան։ Բայց ես իմ գործը լավ է անում, ես շատ լավ է անում իմ գործը, խի, Ինչ ա եղել, ինչ ես լացում։ Գործից հանել եմ պա։ Լավ, մի, տղա ջան, մի լացի։ Դել ավելի պապ, ես իմ գործը իցելական արել եմ։ Հասկանում եմ, հասկացա, տղա ջան, հասկացա, մի ոգևորվի, ամեն նորմալ է, ուրիշ տեղ գործիք ընդունվես, ընդհանրապես մի անհանգստա։ Դել պապ ձերս առնում։ Ձեր չեմ առնում, ես քեզ բան եմ ասում։ Էլի զուր դեպի գործի ընդունել։ Հավատա պապայիդ, հավատա ուժերիդ, Ամենալավ տեղն է։ Ամենալավ։ Հասկանում եմ, բայց հանգստացի, մի լացի։ Բայց, պապ էլի գնա էլի։ Որը քյալ են արի ու մի ասում։ Որ հետևից տեկել եմ, Այս իրավիճակից 11 վարկյան առաջ։ Նա չի թողում հերախոս սարա հորս։ Բարև ձեզ։ Մենք ձեզ որոշել ենք գործից ազատել։ Դուք այլևս չեք աշխատում մեզ մոտ որպես մահ։ Բայց ես իմ գործը լավ է անում։ Այսօրվա 11 վարկյաններն այսքանն էին, կհանդիպենք հաջորդ շաբաթ, սաղ, սալամատ, տեղը կնյամն չլնգի առաջ, հետո կասում որը որից հետո յաս։ Կրկին ստենդափի ժամանակն է եկել մեր ակումբում եւ Women's Club-ի պատմության մեջ առաջին անգամ, հայոց պատմության մեջ առաջին անգամ, աշխարհի պատմության մեջ առաջին անգամ բեմահարտակ է դուրս գալիս Լուիզա Ներսիսյանը։ Բարև ձեզ։ Ուզում եմ միանգամից պատասխանեմ բոլորին հուզող հարցին։ 52։ Հա։ Ես 52 կիլոգրամ եմ։
Շատերին հետաքրքիր է նաև իմ տարիքը։ Ասեմ, 77 թիվ եմ։ Ու կարծում եմ, որ 1944 տարեկանը այդքան էլ մեծ տարիք չի։ Մանավանդ, որ իմ տարիքի համար շատ փոքր եմ երևում։ Օրինակ, աղջկաս հետ որ փողոցով քայլում ենք, բոլորը մտածում են ընկերուհիներ ենք։ Ես հանգիստ կարող եմ Instagram-ում աղջկաս հետ նկար գցել ու տակը գրել best friends forever։ Ես նենց եմ ուզում աղջիկը շուտ ամուսնանա, աղջիկ ունենա, որ մենք դառնանք 3 ընկերուհի։ Ժողովուրդ, իրականում ատում եմ այն մարդկանց, ովքեր կատակ են անում իմ տարիքի հետ կապված։ Ծաղրում են իմ մեծ լինելը։ Լուրջ, ատում եմ ձեզ։ Հողերես ձեր գլուխը։ Մուրազները թորներդ մնա։ Ես չեմ հասկանում ոնց կարելի է ինձ համարել հին ու հետամնաց։ Դուք պահմտոցի պլյուսը հիշում եք։ Ախր ոնց կարող եմ ես հետամնաց լինել, երբ որ Հայաստանում առաջին պրանկը ես եմ արել։ Վերջ, որոշել եմ, ֆան հանդիպում եմ կազմակերպում ու դրա մասին տեղեկություն եմ տալու ոչ թե Instagram-ով, այլ հայտարարություն եմ տալու Խաչբարի թերթերում, որտեղ իմ ֆաները մեծ մասամբ Խաչբար լուծող մարդիկ են։ Մեկ էլ տաներ չեմ կարողանում այդ fake լուրերը։ Մի օր առավոտյան սուրճ դրեցի, ասեցի մի հատ ձեռքի հետ էլ նենց լուրերին ծանոթանամ, կարդում եմ Լուիզա Ներսիսյանը եւ Հրանտ Թոխատյանը բաժանվել են։ Ասես ձեռքով Հրանտին արթնացրեցի, ասի Հրանտ, ես ինչի ես ինձնից բաժանվել։ Ասեց որտեղ մենակ քեզ ես կոֆե դրել։ Ընդհանրապես, դուք որ նստում եք տաքսի, տաքսիստը խոսում է իր անձնական կյանքից, չէ՞։ Ես որ նստում եմ տաքսի, տաքսիստը խոսում է իմ անձնական կյանքից։ Մի անգամ նստել էի տաքսի, տաքսիստը ասում է. «Այդ ճիշտ է, որ դուք բաժանվել եք»։ Ասի ոչ, ես չեմ բաժանվել։ Ընդհանրապես անհարմար է էլի, ծնկից վեր կացեք, այդ մատանն էլ պահեք։ Ֆրացեք ռուլը բռնեք, հա։ Այդ դեպքից հետո որոշեցի ես ինքս մեքենա վարեմ։ Գնացի պրավա հանելու։ Դե այն ժամանակվա պրավա հանելը այսօրվա նման չի, էլի։ Առա պրավան։ Այդ օրվանից մարդիկ սկսեցին խոսալ, որ ես ահա որ վատ վարորդ եմ։ Ավտոտեսուչը կանգնացրեց, ասեց. «Այդ ճիշտ է, որ դուք կարմիրի տակով անցել եք»։ Ասի դե հա եղել ա մի երկու անգամ։ Ասեց ճիշտ է, որ ապտեչկա չունեք։ Ասեց ճիշտ է, որ մեքենա ցեխասմոտոր չի անցել։ Ասի դե հա էլի։ Ասեց ճիշտ է, որ բաժանվել եք։ Դուք որ մտնում եք անծանոթ կայքեր, ձեզ բերում է դուք ռոբոտ եք։ Ես որ մտնում եմ անծանոթ կայքեր, ինձ բերում է դուք բաժանված եք։ Որոշեցի մտնեմ խանութ, մի 2 կիլո միս առնեմ, ասի ներեցեք ինձ 2 կիլոգրամ միս կտակ, ասում է բաժանված կնիկ ես, 2 կիլո միսը ինչ ես անում։ Ասեցի գնամ Եգիպտոս, այնտեղ կակրած ինձ ոչ ոք չի ճանաչում, մի լավ կհանգստանամ։ Տենց ավազների մեջ իմ համար հանգիստ պարկած եմ, մեկ էլ հերվից 2 արաբ են գալիս, սենց դանդաղ մոտեցան ինձ, սենց նայեց ասեց «Էլլաբը քեյֆա հալուքա»։ Ինձ հաճելի թվաց էլի ձայնի տեմբրը, բան ասեցի, կողքինս ասի ինչ է ասում, մի հատ կթարգմանես, ասեց ասում դուք բաժանված եք։ Ժողովուրդ, ուզում եմ հասկանամ ինչի եք ուզում ես Հրանտից բաժանվեմ։ Ախր ինքը շատ բարի, համբերատար, սիրալիր, ամուսին է հարուստ։ Մեկ էլ տանել չեմ կարողանում այդ լրագրողների այն անիմաստ հարցերը։ Ով է Լուիզա Ներսիսյանը բեմից դուրս։ Կամ եթե չընտրեիք դերասանի մասնագիտությունը, ապա ինչ մասնագիտություն դուք ընտրեիք։ Ասեմ, ես ընտրել եմ դերասանի մասնագիտությունը, որ բեմից ելույթ ունենամ, ձեզ ծիծաղացնեմ ու դրա համար փող ստանամ։ Այ եթե չլինեի դերասանուհի, ես կդառնայի ազգային ժողովի падգամավոր։ Էլի բեմից ելույթ կունենայի, էլի ձեզ կծիծաղացնեի, էլի դրա համար փող կստանայի։ Չնայած չէ, դժվար, այդքան էլ կռվարար չեմ։ Այ, ինչ ես տենց նայում։ Ափսոս ձերս տակ շիշ չկա, թե չտալու էի գլխի։ Մեկ էլ ինձ ահավոր շատ են հարցնում, դուք Զարայի հետ իրական կյանքում թշնամիներ եք։ Ժողովուրդ, մենք իրական կյանքում Զարայի հետ մտերիմ ընկերուհիներ ենք։ Լուրջ եմ ասում։ Չեք հավատում։ Մի րոպե, Զարա։
Ճիշտ ասում, մենք իրական ընկերներ ենք։ Ապրես, տարեք դրան։ Տեսաք։ Համոզվեցի։ Մի հատ հլը ասեք Լուիզա Ներսիսյան։ Սենց մի տեսակ անհասանելի, սենց վաստակավոր արտիստի անունազգանուն, չէ՞ ոնց է լինի։ Ասեք, բայց իրականում ես շատ հասարակ մարդ եմ։ Ապրում եմ Վահագնի թաղամասում։ Ժողովուրդ ջան, մենք աղախին տանը չունենք։ Սաղ տան գործերը ես եմ անում։ Որ մեր շորերը կեղտոտվում է, տալիս եմ մեր վարորդին, այգեպանին տուն տանելուց, տալիս է լվացքատուն լվանում են։ Չէ, բայց իրականում այս ամեն ինչը կատակ էր։ Իրականում ես էլ բոլորիդ նման, սեմճկան սենց չրթում եմ, բռիս մեջ հավաքում եմ, հետո սենց մի անգամից կուլ եմ տալիս։ Իրականում, որ ես տանը մենակ եմ մնում, սենց լույսը միացնում անջատում եմ, իբրև թե դիսկոտեկա է։ Ինձ էլ լուրջ եմ ասում, պանիխիդաների ժամանակ մեկ-մեկ բացում։ Մանավանդ, որ հիշում եմ, որ շուտով իմ հերթն է գալու։ Իրականում շատ խոսացի, ես շտապում եմ, մենք այսօր դասարանի երեխեքով հավաքվում ենք, էլի, թոխմախում։ Շնորհակալություն։ Դե քանի որ ծափարում եք, քիչ ավելի բարձր ծափարեք, եթե ունեք ծաղիկներ, նվերներ, բան, այդ կարող եք արդեն կուլիսներում տալ, ես կսպասեմ անպայման, շատ շնորհակալություն։ Ձեզ հետ է սիրալիր, համբերատար, ժողովրդական արտիստ, հարուստ Հրանտ Թոխատյանի կինը։ Ուշադրությունը էկրանին, Video Edge Women's Club-ում։ Աշոտ մի րոպե ինձ լսի, Աշոտ։ Ինչ անշանքում չեմ կարա գալ։ Աշոտ քո հարսանիքն է, իմ հարսանիքը չի, դու պետք է ներկան ես, Աշոտ։ Հələ Էդ ինչ պատճառաբանությունա չեմ կարողանում հասկանամ։ Մի րոպե բան եմ հարցնում։ Հիմա ինչ չեք գալու։ Հաստատ։ Լավ։ Բա ես հիմա ինչ անեմ։ Բայց ես ինչ անեմ։ Օպարջան, բարի օր։ Ավտոսա փչացե, մնացել եմ ճամփին, կարաս մի բանով օգնես։ Դու ճիշտ հասցեով ես եկել։ Հնազանդ ես դուստրին։ Հնազանդ եմ, տեր հայր։ Այսօրվանից հայտարարում եմ ձեզ ամուսիններ։ Բա ինչ չես հարցնում, տեր եմ, տեր չեմ։ Համարդ հարցրել է, հարցրել է։ Ինչ հարցրել, բան չի հարցրել։ Համարդ արագա խոսում չես լսի, հարցրել է քեզի բայ։ Բան չի հարցրել։ Արա, այդ տղա շուն տղա։
Մեկ անգամ եւս համոզվեցի, եթե մարդիկ ստեղծված են իրար համար, ուզում ես աշխարհի որ ծերում ուզում ես լինի, մեկ ամեր հանդիպելու եք։ Ախր այ հոպար ջան, դու թույցի հաճույք ստացի։ Բայց հիմա ինչ անեմ։ Քեզնով զբաղվի, ինչ պիտի անես։ Էլա։ Աշխարհահռչակ Պիցա Հատը Հայաստանում շարունակում է ընդլայնվել։ Եվս մեկ նոր մասնաճյուղ այս անգամ Փափազյան 8 հասցեում Ռիո Մոլում։ Համեցեք վայելելու իրական պիցցայի լեգենդար համը կամ պատվիրեք 060 505 505 հեռախոսահամարով։ Ընտրիր քո նվերը Mobile Center-ում։ Օգոստոսի 16-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ գնիր ցանկացած սմարթֆոն եւ ընտրիր երկու նվերներից մեկը։ Power Bank 10000 mAh կամ Mobile Center անլար ականջակալ։ Ակումբի զովությունն ու թարմությունը ապահովում են յամ բնական հյութերը, որոնք ներկայացնում են առաջինն իրենց տեսակով բնական հյութեր թեթև գազով։ Ամբողջովին անվնաս են նույնիսկ երեխաների համար։ Դիլիջանը ձեզ է ներկայացնում սեզոնի գլխավոր նորույթը։ Նոր գարեջուր, նոր համ, նոր ոճ, նոր քո գարեջուրը։ Լուիզա, իսկ դու գիտես ինչպես են գինի պատրաստում։ Ոնց չգիտեմ։ Ինչ որ մեկը խաղողը ճզմում է, որից հետո ստանում են գինի։ Ինչ որ մեկը չէ, Լուիզա։ Օրինակ տեղեր կան, որտեղ գինի պատրաստելը ունի երկու պայման։ Նախ ճզմողը պետք է լինի աղջիկ, եւ երկրորդ պայման, որ այդ աղջիկը չպետք է լինի կին։ Հետաքրքիր է, բա այդ ճզմողին որտեղից են գտնում։ Այդ դա բարձելու համար մենք կդիտենք մեր հաջորդ համարը։ Դիմավորեք բեմը հարթակում է Women's Club-ի մեծամասնությունը։ Սիրուշ երկու հատ կոֆե բեր, Սիրուշ։ Սիրուշ երկու հատ կոֆե բեր։ Սիրուշ երկու հատ կոֆե բեր, Սիրուշ։ Արա դե մատը քիչ է, էլի հեռախոս էլ ապետ։ Ես տենց եմ տեսե։ Սիրուշ երկու հատ կոֆե բեր։ Պարոն գյուղապետ, հեսա կոֆետ։ Սիրուշ։ Ասում լավ չէ, կյանքի ինչ բան էլի։ Որ Երկու օր առաջ կտվորի էր, այսօր արդեն իմ քարտուղարույն ես։ Լավ չէ։ Պարոն գյուղապետ, երևի վաղն էլ ձեր կնիկը կլներ, չէ։ Չէ։ Անցի կտվորուի կնիկ պետք չի։ Դու ավելավա գյուղին կանչա։ Գյուղ եկեք։ Աղջի ես քեզ քեմ փող տալի, ենա ես էտ ես կգորայի էլի։ Ուր են էտ բաները։ Բարև ձեզ։ Յարա չհասկացար այս խեմ ես քանով։ Պարոն գյուղապետ, մնացածը մոտիկ չէ, ինչը լսեցին։ Շատ լավ։ Ուրեմն այսպեսի մի հարց նախքան կանդրադառնանք մեր բուն հարցին։ Վազգո։ Ես է։ Խիա տրակտորը տարա 4 օր կանգնած չի աշխատում։ Որովհետև կաթ չկա։ Արա տրակտորը բենզինով չի։ Հա, ես բենզինը կատով կառնի։ Тогда второй вопрос. Ագնես, ինչի կաթ չկա։ Որովհետև ես էլ կատն եմ բենզինով առնում։
Չասկսա արա նավիկ։ Բենզինի չի ցալնեմ։ Նավթից, պարոն գյուղապետ։ Նավթի։ Մենք քաթարը չենք, չէ՞։ Արա մենք նավթ չունենք, բայ այդտեղից։ Լավ, բաց գո։ Լսեք ուրեմն ուշադիր։ Ես այս բոլորիդ հավաքել եմ այստեղ, որպեսզի մի շատ կարևոր բան ասեմ։ Ուրեմն ժամանակն է եկել, որպեսզի մենք խաղողը ճզմենք ու ստանանք գինի։ Բայց մեր գյուղի ադատներով ոնց որ այդ խաղողը պետք է ճզմի մի հատ կույս աղջիկ։ Պարոն գյուղապետ։ Դե թող անցած տարվա կույս աղջիկն էլ ճզմի էլի։ Ես բոլորիդ համար ունեմ մի շատ տխուր լուր։ Այդ կույս աղջիկը հեռացավ մեզանից։ Բախտավոր ելնեն։ Դրա համար ավելավա կարողա դու ճզմես Ագնես։ Ես? Հետը ընկեր Պաբլոս չեք հիշում անցած տարի այդ գյուղի ծնունդի օրը այնքան էի խմել, որ ես էլ չեմ կարա ճզմեմ։ Վայ քորա։ Սիրոս իսկ յու։ Սիրոս մի խնդա խաղա։ Սիրոս իսկ դու։ Պարոն գյուղապետ։ Չեք հիշում անցած տարի գյուղի ծննդի օր այնքան էի խմել, որ Ոնց։ Քեզ էլ եմ ճզմե։ Բայց օրվանց է ձեր քարտուղարուին է։ Ես քույն։ Պարոն գյուղապետ։ Այս գյուղում կամ սաղ ամուսնացած են, կամ էլ սաղ բաժանված։ Մենակ վզգորա, որ ոչ ամուսնացած է, ոչ է բաժանված։ Վազգո ջան։ Ես։ Ասեմ կարողա քեզի մի հատ բարիք հագցնենք։ Մի հատ է յուբկա։ Էլ ես այդ խաղողը ճզմես պրծնենք էլի արա։ Մեջտեղից կույսը դու ես ոնց որ։ Պարոն գյուղապետ, իհարկե շնորհակալություն նման առաջարկի համար։ Ես շատ զգացված եմ ու ճիշտ նկատեցիք, որ ես ոչ ամուսնացած եմ, ոչ էլ բաժանված, բայց երևի չեք հիշի, որ գյուղի ծնունդի օր այնքան եք խմել։ Որ ինձ էլ եք։ Մի խոսքով։ Արա ես չեմ հասկանում, արա, էդի գյուղի ծնունդն է եղել, թե ճզմավուխա է եղել, արա։ Ես ինչ արա, խառը պատմությունը, արա։ Ես առաջարկա։ Ասալը։ Ես առաջարկում եմ բան անենք, չամիչ սարքենք, չամիչ։ Աղջի դու էլ մենակ քո չամիչներից խոսած, դստիլ է։ Ինչ չամիչ, բա զատիկին ինչ եք խմելու։ Հետո յանի անցած տարի զատիկին գինի կար, որ հիմա էլ է։ Ճիշտ կսե։ Յանի ինչ ես ուզում ասես։ Ինչ եմ ուզում ասեմ, անցած տարի մինչև զատիկը սաղ գինին խմել էիք դուք։ Հա բայց ես որ խմեմ ում է վնաս տվես կվաղ։ Բացի օգուտից։ Ում է վնաս տվես։ Դե եթե այդքան չխմեիք։ Այսօր գյուղում լիքը խաղող չզմող կլներ, ընկեր գյուղապետ է դերում ասել էորիկա։ Հələ մի րոպե, հələ։ Այս խաղողը։ Ինչ տեսակա որ անուն ինչ է։ Իծապտուկ։ Արա դե իծապտուկի կույս ճզմելը որն է, բառը իծապտուկին ինչ կույս։ Դավայց են դու ճզմի էլի ջիգեր։ Արի էլի ճզմի։ Պարոն գյուղապետ, դե նոր ասեցի էլի, ամեն չեք հիշում կամ է ձմերը դեզերի հետևը։ Աղջի ձմերը ինչ դեզ։ Ձեր կաբինետի դեզերի հետևը։ Ավելի։ Առաջարկ ունեմ բանա, դե ինքը գյուղապետը թողեք ձեր բանը, աղջիկը ճզմի։ Իմ աղջիկը։ Իմ աղջիկը չի կարա։ Ինքը բան ունի։ Խաղողից ալերգիա ունի, որ դեղցա ուտեմ, սաղ դեմքը դուս է տալու։ Այդ թող մյուս աղջիկը ճզմի։ Ես էլ աղջիկ չունեմ։ Ունես։ Ես աղջիկ չունեմ։ Ունես։ Չունեմ։ Ասացի չունեմ աղջիկ։ Ուզնես ասես են աղջիկը, որ քո աղջիկն է, իմ աղջիկն է, լա։ Տղեն էլ։ Ագնես իչերս խոսեմ, այդպես բան չկա։ Ասում ես բան չկա։ Ուրեմն ես չգիտեմ ինչ եմ ասում։ Չէ, չգիտես։ Ես քո նախքին կնիկն եմ, արա։ Արա չի, արային հələ չես տեսել։ Տեսել եմ, որ երկու երեխա ունեմ։ Չերա խոսում։ Հանգարցի Մարա ինչ տեսնի, հա։ Որանել չկա։ Պարոն գյուղապետ, հլա ասա տենամ, այդ պարտադիր պիտի կույսը լինի ոտից գլուխ։ Հա։ Վայ։ Արա, բայց ճիշտ ես ասում, մի րոպե, էսի լավ հարց ա տալի։ Ասում եմ մեկը ոտերով է էլի անելու։ Յանի ոտից կույսը որն է։ Քել դու էլ արա էլի սիրուշ, ապրես։ Վայ, պարոն գյուղապետ, ես չեմ կարա շուն եմ պահը։
Այդ ի՞նչ կապ ունի։ Երկու ոտս էլ կույս չի է։ Ասելու շատ ջրիկ ես է։ Դե ասեք մի հնար կթեք բանան ենք, մի հատ կուկ բանան ենք, ինչ անենք։ Ասած զգա։ Պարոն գյուղապետ, իհարկե շնորհակալություն, որ խոսք տրամադրեցիք ինձ, ես շատ զգացված եմ, որ ինձ անպայման կարճ կապի արա։ Հո ձեր աղջիկը ճզմ է։ Չի կարա։ Իմ աղջիկը բանան, երկու ոտն էլ աչա։ Հարմար չի։ Ճիշտ Գինի դուշ չի գա, չէ։ Ես մի լավ բան ունեմ գյուղին առաջարկելու։ Եթե դուք ձեզանից մեկը քթավ կույս աղջիկ, թագավորությանս կեսը իրանն է։ Իհարկե ներողություն, պարոն գյուղապետ։ Սիկ գյուղ է, ոչ թե թագավորություն։ Աբա դու թագավորությունները կկիսվեի արա, կասկածը մեկ։ Ընդհանրապես չեմ կասկածում։ Մի բան առաջարկել եք, դու էլ եք կնդվիր։ Զանգեմ նվարտին։ Կա մարդ։ Նվարտին։ Կույսա։ Զանգեք ճշտեմ։ Համարն ունես։ Համարն էլ ունեմ, տիա։ Նվարդ անհատական։ Արա։ Ուրու գալու ո՞ց է նվարդ անհատական։ Արա, ես ինչ եք արես, կուսավան գյուղում չեմ հասկանում, մի հատ կույս աղջիկ չի մնացել։ Մտես գյուղի անունը փոխվի դրվի կարմիր լապտերների գյուղ։ Տանյոապետ, եկեք են տոկոսով փող տվող լուսիկին ասենք։ Աղջիկ, գժվել ես, ըդոր պետ չէ զանգել, որտեղ պետք է ենքան քֆուրը լսե, որեդի ոտերով ճզմեք քֆուրները կլսվի խաղողի մեջ է, շնորհակալություն։ Առաջարկա դա։ Եկեք բան անենք, գյուղամիջի հեղուշին ասենք, կնիկա։ Բա, չէ, էնի չի կարա։ Չի։ Տատու է արել։ Այն այդ տատու է արել, որ կապ ունի։ Ինչ արել որ։ Ձերին գրելա ես կույս չեմ։ Լակտի էլի։ Ունե ձերին չգրել։ Լակտու տղա էլի։ Լավ, զանգեք են ազնիվին։ Բա, չէ, էնի կույս չի։ Գիտեմ աղջի զանգի տնա միրիգուն ինչ անում։ Առաջարկա, եկեք բան անենք, գործարան հանձնենք, հա։ Բա մեր գյուղի ադատները։ Ուրեմն թող քո աղջիկը ճզմի։ Գործարանը վատ միտք չի, բայց։ Այ, պարոն գյուղապետ, եկեք են կառուշկային ասենք, խելոք սուսուփ ու սովորող երեխա է, հա։ Չէ, էնի կույս չէ։ Էնի ամեն առավոտ գազելով կերտա 10 է։ Հետո։ Էդի ինչ կապ ունի։ Գյուղի ասֆալտը տեսել ես։ Այդ գազելով կույս ընդեղ չի մնա։ Արա վազգո քու ֆանտազիան երևի Ամերիկա պետք է գա, գիտես։ Շնորհակալություն կոմպլիմենտի համար։ Տատուն, ում տատուն։ Անի տատուն։ Աջիշտ է։ Արա ճիշտ ասեմ։ Անի տատին։ Ով։ Անի տատին։ Ով։ Արա ինի կյանքում ոչ դրան պաչել են։ Ոչ կներեք արտադրությունս բդել են։ Ոչ ասենք ոչ իբան։ Ոչ թորունի, ոչ պսակվել է, մոտիկից կի շուն չի տեսել որ։ Եկեք անի տատին կանչեք ճիշտ է, ոտերը կարող է մի քիչ կեղտոտ ալի, բայց ոչ։ Կանի եմ։ Կանչեմ։ Կանչի։ Հա դեոր կույսը կանչեք։ Անի տատի արի։ Անի տատի։ Արի։ Էդի խուլա չէ, չի լսում ամի։ Չէ, հենա, լավ է լսում։ Ատեիցել է էլի կույս։ Մեզապարկս դադարգել պարգել է տեղաշորի մենք մեգեր լսեցի հարայի հրով թյանիկ տադի արի կանչել եք պարոն գեղապետ։ Ալի տադի ջան, ոնց ես։ Լավ եմ բալիկ։ Ո սարտոստային բան չկա վրեն։ Ալի տադի ջան, մենք ես շատ հարգում սիրում ենք, բայց հենց հերվից։ Ուրեմն գինի ճզմելու, խաղող ճզմելու վաղն եկի, որ գինի դուզ գա։ Տավել ենք այդ պատիվը քեզ էլի, որ դու այդ գինին ճզմես, մերոնք խմեն, սենց սաղովի վայլենք, քու ոտերը, քու ուժը, քու սարդոստային, սաղլ տոշնյա, էլի, սաղը տանեմ, կարաս, մտնես մեջը, էդի սխալ չասկանաս, արի։ Այդ կեղամ էտ բաղին, նա։ Հա, կապ չունի, դու մենակ մտի, եթին, բան արա։ Իջան պտուգը, բայտ է։ Մտի, Բայ անգար։ Ապրես այնտադի, տոշնյա, կարաս շողուլես։ Ուի, Դա շատ լավ, ապրես այնտադի, ապրես։ հաճելի։ Ապրես։
Եվ մինչ հրաժեշտ տալը մենք պետք է իհարկե շնորհակալություն հայտնենք մեր գործընկերներին։ Շնորհակալություն ենք հայտնում Zara խանութների ցանցին, իդեմս Retail Group Armenia ընկերության։ Իդեպ արդեն գործում է Zara on-line հարթակը։ Շնորհակալություն ենք հայտնում New Yorker խանութների ցանցին։ Շնորհակալություն Beauty Fabric գեղեցկության սրահին մեր աղջիկների դիմահարդարումը ապահովելու համար, շնորհակալություն Meline գեղեցկության սրահին մեր աղջիկների վարձահարդարումը ապահովելու համար եւ իհարկե շնորհակալություն Women's Club-ի ոճաբան ու դիզայներ Արայիկ Գավաջյանին։ Իսկ մենք կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ անց, ուղիղ ժամը 21:00-ին Շանթի եթերում։